Ալավերդու Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանում ոչ թե ընթերցողներ են, այլ հատուկ հյուրեր, ովքեր եկել են մասնակցելու տոնական միջոցառմանը։ Սարահարթի մշակույթի պալատում գործող խմբերի ղեկավարները տնօրեն Սոխակ Խանդամիրյանի գլխավորությամբ որոշել են կանանց միամսյակի շրջանակներում գրադարանային այս մեկ օրը Ալավերդի կանանց համար դարձնել առանձնահատուկ։ Մայրս այս մայր երկրի մեջ արևիլ է մի ջրակ, բայց արևի լույսի տակ երբ ցավեր եք ինձ վերում, սրտից մռայլն անհատակ այն խեղճ ջրակն է ցրում։ Եվ մեղեդի ուր մայրերի իշետ մանկության օր է, մորս համբուն ես զգացի, ախացով Միջոցառումը կոլեկտիվ, այսպես ասած կարելի ասել կոլեկտիվ միջոցառում էր, կազմակերպել էինք նախաձեռնությունը Սարահարթի մշակույթի պալատիններ, Հրանտ Մաթևոսյանի գրադարանը, Արվեստի դպրոցը, Հրաշամանուկներ Պարի համույթը եւ Աղասի Գևորգյանի երգի թատրոնը։ Բոլորը համագործակցել էինք միասին եւ որոշեցինք կանանց միամսակի շրջանակներում մեր մեկ օրը նվիրել կանանց։ Սոխակ Խանդամիրյանը նշում է, որ տոնական միջոցառմանը շուրջ մեկ ամիս են պատրաստվել։ Հյուրերը միայն կանայք են, հենց նրանց էլ ուղղված են բոլոր երաժշտական կատարումներն ու բանաստեղծությունները։ Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանի ընթերցասեր երեխաները հնչեցրեցին տարբեր հեղինակների ստեղծագործություններ, մոր ու կնոջ մասին, ասմունքեցին նաև փոքրիկները։ Ուզում եմ այսօր երկնքի ծարև ու մի ողջ գարուն քեզ ընծաբերել։ Ուզում եմ այսօր քեզ երազ ու սեր աստղային ժպիտ ու կյանք պարգևել, թող որ ես այսօր քեզ բարին մաղթեմ, ծով երջանկությամբ քո կյանքը լցնեմ, լինես երջանիկ ու այնքան բարի, որ քեզնով լցվի բարին աշխարհի։ Մոր սրտի պես սիրող սիրտ չեմ հավատում, որ լինի, անբիծ հայացք ու ժպիտ չեմ հավատում, որ լինի, մոր գրկի պես ջերմ ու տաք, արեգակն էլ շող չունի, անբիծ համբույր երկնի տակ, մոր համբույրն է քնքշել։ Այսօրվա միջոցառումը նվիրված էր Մայրության միամսյակին, որը երևի մեր ամենասիրելի տոներից մեկն է կանանց։ Մեր բոլոր կանանց մաղթում ենք առաջին հերթին ժպիտ, երջանկություն, ուրախ աչքեր, ոչ մեկի աչքերում թող արտասուք չտեսնենք, տրտմություն չլինի։ Աշխարհում ամենալավ ու բարի բաները ծնվել են կնոջ հանդեպ ունեցած սիրուց։ Եվ ամենամեծ ջերմ սերը, ամենալավ սերը մենք պիտի նվիրենք մորը, եւ մորը ինչքան էլ գովերքենք, էլի քիչ է, ինչքան լավ բաներ ասենք, էլի չեն կարող հատուցել մոր արարքը իր զավակի նկատմամբ։ Եվ այսօրվա միջոցառումը հերթական անգամ ապացուցեց, որ իրոք կինը, մայրը արժանի է գովասանքի, արժանի է սիրո, արժանի է հարգանքի։ Հյուրերի համար օրն իսկապես տոնի վերածվեց, Ասկուս Շահբազյանը հուզված է, իր թոռնիկը նույնպես ելույթեր ունենում, ասում է հիացած է, որ այսպիսի տաղանդավոր եւ կնոջը գնահատող սերունդ է մեծանում։ Կռիվների մեջ ապրող արդեն 29 տարի կռիվների մեջ ենք, որ սենց սերունդ էլ ունենք, ու սենց շնորհքով մարդիկ ունենք, որ կազմակերպում են գալիս ենք, էդ էլ մի բան է։ Ինձ մարօրինակ հաճելի է, ես սիրում եմ։ Իմ թոռը ուրախացնում է եւ մայրերին, եւ ամեն համերգներին մասնակցում է քաղաքում։ Իմ մայրիկին կմաղթեմ նախ խաղաղություն, երջանկություն եւ ամենակարևորը երկար տարիների կյանք։ Միջոցառման ավարտին ներկաները բաժակ բարձրացրեցին եւ միմյանց շնորհավորեցին կանանց եւ աղջիկների միամսյակի կապակցությամբ։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր լրատվական։